Վերջին զանգ հեռուստասերիալում լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Ֆայնայի ընկերուհի Յանան զանգում է Աննային, հայտնելով, որ Հենրին իր տանն է։ Աննան էլ այդ կարևոր նորությամբ կիսվում է Միքոյի հետ։ Նրանք միասին շտապում են Յանայի տուն։ Հենրին զարմանում է, տեսնելով իր ծնողներին միասին։ Աննային իհարկե ինչ-որ տեղ ներողությունով ու հարգանքով ընդունում է, բայց Միքոյին տեսնելը նրա համար նշանակում է ամեն ինչի ու բոլոր ապրումների վերակենդանացում։ Նա լուր դուրս է գալիս, իսկ Միքոն հետևում է որդուն։ Երկուսի միջև վերջապես կայանում է այն խոսակցությունը, որին սպասում էին բոլորը։ Շատ հուզիչ եւ լուրջ խոսակցություն, որից հետո Հենրին վերադառնում է իր տուն, իր ընտանիք։ Իսկ Աննան էլ առաջին անգամ երկար բաժանումից հետո վերադառնում է տուն, Միքոյի հետ միասին։ Բոլորը երջանիկ են, միայն Լիլիթն է, որ իր տեղը չի գտնում։ Նա հասկանում է, որ Սոսի ու Աննայի երկար սպասված հանդիպումը սարերի հետևում չէ։ Նրա մեջ կրկին առաջանում է այն նույն հին վախը, որ Աննան կարող է խլել Սոսին։ Անետը, ով 20 տարի լռել է ճշմարտության մասին, հիմա Լիլիթին ասում է. «Ընդունիր իրականությունը, այդ հանդիպումը վաղ թե ուշ կայանալու է»։ Բայց Լիլիթը պատրաստ է ամեն բանի, մանիպուլյացիաներից մինչև ստորություն, միայն թե պահի Սոսին իր կողքին, ինչպես տարիներ առաջ նա պայքարում էր մի տղամարդու սիրո համար, նույնը հիմա է անում, թեև Սոսը արդեն նրա ամուսինն է։ Իսկ Սոսն էլ իր հերթին իր քայլերն է անում, նա հետևեց Աննային, իմացավ, որ Աննան հղի է, ու այդ պատկերն արդեն ամեն ինչ ասում է Աննայի մասին։ Եթե տարիներ անց այս տարիքի կինը երեխա է ունենում իր ամուսնուց, ուրեմն նրանց կյանքում ամեն ինչ լավ է եւ նրանք երջանիկ են, ինչը նշանակում է, որ Աննան երբեք էլ չի սիրել Սոսին։ Ահա այս եզրահանգման է գալիս Սոսը, տեսնելով հղի Աննային։ Հիմա նրա սրտում տեղ չկա Աննայի համար, եւ հենց այդ պահին Սոսը կայացնում է որոշում։ Ինքը մնալու է Հայաստանում ու սկսելու է իր հաշիվների փակումը, այդ թվում նաև Աննայի հետ։ Մինչ այս ամենը Սեմը ձերբակալվում է Բագրատի դեմ մահափորձ կատարելու համար։ Նա առանց վարանելու խոստովանում է իր մեղքը, ասելով, որ ինքն է արել ու շատ լավ է արել։ Հուսանք Սեմը երկար ժամանակով կհայտնվի ճաղերի հետևում, իր հանցագործությամբ վերջ դնելով այս խառնաշփոթին։ Իսկ Հենրին, որքան էլ փորձում է հեռանալ ու մոռանալ Անգելինային, չի կարող։ Նա կանգնում է Անգելինայի տան դարպասների դիմաց ու զանգում նրան։ Անգելինան վազում է, ուրախությունից շունչը կտրված, մտածելով, թե Հենրին եկել է իր հետ հաշտվելու ու միավորվելու, բայց իրականությունն այլ է։ Հենրին գալիս է եւ կրկնում այն սուտը, թե իբր ինքը երեխա ունի ուրիշ կնոջից, ինչից հետո ներողություն է խնդրում եւ անխոս հեռանում։ Անգելինան մնում է մենակ կանգնած։ Հուզմունքից սկսում է դողալ ու ահավոր լացել։ Հենց այդ պահին էլ նա երկրորդ անգամ է վատանում։ Անգելինային կրկին տեղափոխում են հիվանդանոց։ Ու նույնիսկ այսքանից հետո, երբ Հենրին իմանում է, որ Անգելինան հիվանդանոցում է, գաղտնի գնում է նրան տեսակցության, երբ նա մտնում է հիվանդասենյակ, տեսնում է Անգելինային քնած։ Նա հետևում է Անգելինային, մտքում սիրո խոստովանություն անում նրան եւ հեռանում տարածքից։ Հարգելի հետևորդներ, շախունցներից ով առաջինը կտեսնի Սոսին՝ Միքոն, Աննան, թե Հենդոն։ Գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք ընկերներ։ Հերոստոյկը։ Որն է, շեչերեկա կարող զանգալ ես պատասխան։ Գա սրում ես։ Քիչ եկում է, բայց կա։ Ինչ։ Ինչ։ Յունա ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա բայց։ Չգիտեմ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Հասկացում եք, երեխեք։ Չորս օրվա էր։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դեռ որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Տակ սկսած սցենարներս են։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք
դեն էինք նետել, հիշում եք, բայց ստեղա ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք, դինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի, ստեղ ունեմ եմ գրիմի բարագաները, այստեղ մենք ունենք եվս մեկ գախնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է, Սպահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ, չի միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վարից ոչ մի բան Իսկ բաց պատշգամբում։ Բադժ գամփում ունենք, այստեղ եմ սիրուն հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գելուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին, Կաննա ջան շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգա հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ էս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տփում, կամ ինձ են տփում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Մեր վերջի զանգի նկարահանումները շարունակվում են։ Այնա։ Բագոն վազել է սովորում, որովհետև ֆուտբոլի առաջնություն։ Պատրաստ ով ասում եմ, լավ գնում ես կյանք փոխած։ Իջով ստոպ չտամ, չտաս։ Մոտոր։ Դեմ նայելով հիմա մի գնաց։ Ստոպ։ Փախա։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է, Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու իսկ ծիծաղում ենք Սուտա ստորիների դասը պծա։ Մենք ճամպրուկներով գնում ենք Իսկ ուր Դեպի պայծառը։ կիմանաք ու որտեղ այդուլ որտեղ կիմանան ռեկլամ ենք իմ ստուդիայում կարոպետան նեպի էջը թողնում եմ ներքևում չգիտեմ ես ինչ պայմաններում եմ ես աշխատում կիմանաք շուտա սպասեք դեմ ճամպրուկները կտենակ չուչ տա Իրանով